Մարտի 10-ից մեկ ամսով Մաշտոցյան մատենադարանում ցուցադրվում է ճանաչված ձեռագրերից մեկը՝ Շուրիշկանի զորավոր ավետարանը։ Միակ եւ եզակի ցուցանմուշով ցուցադրությունը մեծ ուշադրություն է գրավել, բազմաթիվ այցելուներ կան։ Իհարկե ասացի, որ այստեղ ներկայացվող այս սուրբ ձեռագրերը, պաշտամունքի առարկաները առաջին հերթին իհարկե լայն հանրության կողմից, այցելուների կողմից գուցե ընկալվում են որպես ցուցանմուշ, որովհետև այդպես ներկայացված են, բայց ամեն դեպքում հավատացյալները, կրկին այն համայնքների ներկայացուցիչները, որտեղ այս ավետարանները շատ ձեռագրեր եղել են, շարունակում են նրանց վերաբերվել որպես զորավոր կենդանի իսկապես զորությունների, որոնք անկախ ժամանակից, տարածությունից, ցուցադրման վայրից ու հանգամանքներից պահպանում են իրենց այս հոգևոր մեծ ուժը, այսինքն միշտ այստեղ այցելուներ եղել են, որոնք հատուկ ուշադրություն ունեցել են տարբեր ավետարանի նկատմամբ, դա կլինի Շուրիշկանի ավետարանը, Չարսանջակի ավետարանը, Զորավոր ավետարանը, եկել են եւ այստեղ նույնիսկ հենց ցուցադրության ժամանակ երկրպագություն են արել։ Հայ գրքի պատմության մեջ բազմաթիվ վկայություններ կան փրկության դժվարին ճանապարհ անցած ձեռագրերի, հատկապես ավետարանների մասին։ 15-րդ դարի վերջում ստեղծված Շուրիշկանի հրաշագործ ավետարանը նույնպես իր պատմությունն ու դրա հետ կապված ավանդազրույցներն ունի։ Մատյանը գրվել է Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում, Թուրվանդա անունով կնոջ պատվերով։ Սրբության համբավ ձեռք բերած ավետարանը մի քանի անուն է ունեցել, կոչվել է Պապ, Կարմիր ավետարան, նաև Սուրբ Բարսեղ, թերևս գրչի Բարսեղ քահանայի կամ էլ Սուրբ Բարսեղ կեսարացի վանքի պատվին, որտեղ պահվել է որոշ ժամանակ։ Վերջնական անունը ստացել է Փերիայում, Պարսկաստանում գտնվող հայաբնակ Շուրիշկան գյուղ տեղափոխվելուց հետո։ Այստեղ վանեցիների զորավոր գիրքը նոր անուն եւ նոր հռչակ է ձեռք բերել։ Ավետարանի զորությունը, բժշկության հրաշքների մասին պատմությունը այնպես են տարածվել, որ գյուղը շուտով ուխտատեղի է դարձել ոչ միայն հայերի, այլև պարսիկների, թուրքերի եւ վրացիների համար։ Իսկ երբ 1973 թվականին Պարսկաստանում գրեթե 4 դար պահվելուց հետո ավետարանը Հայաստան է բերվել եւ նվիրաբերվել է Մատենադարանին, ուխտավորների հոսքը ուղղվել է դեպի հայ ձեռագրերի խոշորագույն ինստիտուտ եւ սկսվել է սրբացված եւ զորավոր գրքի նոր ճանապարհը։ Սա անբացատրելի բան է եւ գիտության լեզու եւ գիտության հնարավորությունները հաճախ չէ բավական, որովհետեւ հավատքի հետ է կապված, իսկ հավատքը իսկապես հնարավոր չէ մեկնաբանել, սահմանել եւ այլն կամ չկա, բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս դեպքում, երբ որ տասնամյակներ միայն գիտականորեն են այս ձեռագրերը մատյանները ուսումնասիրել, բայց այդ հավատը չի կորչել, նրանց նկատմամբ հետաքրքրությունը չի կորչել, մարդիկ իսկապես հավատում են, որ սրանք կենդանի զորություններ են եւ հատկապես ակտիվ են դժվար ճգնաժամային ժամանակներում, պատերազմական պայմաններում եւ նաեւ հենց այս պայմաններում էլ ապավինում են այս ձեռագրերին եւ Մատենադարանն էլ այս ցուցադրությունների միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց այցելել եւ առնչվել ձեռագրի հետ ոչ միայն որպես արվեստի բարձրարժեք ստեղծագործության, ոչ միայն գիտական ուսումնասիրության առարկայի, այլ իսկապես կենդանի զորություն ունեցող մի անբացատրելի եւ խորհրդավոր երևույթի։ Մատենադարանի որպես գիտական եւ թանգարանային կառույցի հանդեպ ընկալումը թերևս հենց նման ավետարաններն են փոխել։ Ասում են նույնիսկ նորոգության տարիներին փակ թանգարանի դռները բացվում էին Շուրիշկանի ուխտավորների համար։ Նյութական արժեքից ոչ պակաս կարևոր էր պահպանել սերունդների եւ հավատքի կենդանի շղթան։ Իհարկե սրանք մեծ մասամբ գուցե անհատական խնդրանքներ են, բայց նաև մենք հավատում ենք, որ մարդիկ ոչ միայն այս անհատական խնդրանքները կուղեն այս զորավոր ավետարաններին, այլ նաև մեր ընդհանուր բարօրության նվիրված, մեր հասարակական համերաշխության նվիրված, աշխարհի խաղաղությանը նվիրված ընդհանուր աղոթներ կուղեն, որովհետև իսկապես այս ավետարանները ստեղծողները, պահպանողները, միջև Երևանի Մատենադարան հասցնողները հավատացել են, որ այս ընդհանուր աղոթքը, ընդհանրական աղոթքը շատ զորավոր է։ Եվ այստեղ էլ փաստորեն ինքը անհատական է, բայց միաժամանակ ընդհանրական աղոթքի հնարավորություն է տալիս։ Շուրիշկանի հանդեպ ժողովրդի պաշտամունքը զորեղ է մինչ այսօր։ Գրքի հետ կապված պատմական փաստերի, պատմություններից էլ ավելի շատ են հրաշագործությունների մասին վկայությունները։ Վերջին 4-րդ դարում տարին մեկ անգամ զորավոր ավետարանը Մուղնիի Սուրբ Գևորգ է տարվում։ Ուխտավորների եւ հավատացյալների զորավոր հավատի վկայություն են ուխտագնացությունները։ Երբ ավետարանը եկեղեցի է տարվում, մարդկանց բազմություն է հավաքվում։
սրբավայրում աղոթք հնչեցնելու եւ խնդրակատար ավետարանից մխիթարություն առնելու։ Զորավոր ձեռագիրը ցուցադրելիս Մատենադարանում նույնպես այցելուների թիվն ավելանում է։ Նախորդ ցուցադրությունը ցույց տվեց, որ իսկապես շատ մեծ հետաքրքրություն կա եւ մարդիկ իմանալով եւ նույնիսկ առաջին անգամ տեղեկանալով այս երևույթի ավետարանի սուրբ ձեռագրի մասին անպայմանորեն այցելում են կրկին եւ հնարավորություն է իրենց համար այս կենթանի զորությանը տառնչվել, նույնիսկ օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են դրսեւորում, որովհետեւ իսկապես սա հավատ է ներշնչում։ Ես չգիտեմ այդ հավատը այդ բանը ինչպես է ուրեմն առաջանում, բայց համենայն դեպս նրանք զգում են այդ կենթանի զորությունը այս ավետարանների ձեռագրերի եւ իրենց աղոթքները ուղղում են։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։